որ սկսեցին այս պահանջները զեղչելու վեհապարի անունը, իդեպ սկզբնական շրջանում նաև զեղչում էին թեմական առաջնորդների անունները։ Այսինքն այնպիսի տպավորություններ, որ եկեղեցին ինչ որ տիեզերքում գործող ինչ որ մի առանձին կառույց է եւ ոչ մի կապ չունի մյուս եկեղեցիների հետ։ Առաքելահիմն եկեղեցիներում նման բան ուղղակի լինել չի կարող։ Չես կարող պատկերացնել որևէ կաթոլիկ եկեղեցի օրինակ, որտեղ որևէ կանոնական պատարագ տեղի ունենա եւ սրբազան քահանայապետի Հռոմի պապի հիշատակություն չլինի։ Չես կարող պատկերացնել ռուս եկեղեցին, վրաց եկեղեցի չի լինում տենց։ Այ բողոքական եկեղեցիները, ոչ առաքելական եկեղեցիները դա շատ նորմալ է, այսինքն նաեւ իմ մտավախություններն էր, որ սրանով սովորացնում են մարդկանց ապա առաքելականացնել մեր եկեղեցին։ Հնարավոր է դրանից մեկն է իմ քննադատմամբ, հնարավոր մանավանդ վերլուծելով իրենց թե խոսույթը, թե նիստուկացը եւ այլն, հստակ կարող եմ ասել, որ հնարավոր տարբերակներից մեկն է, որը իրանք փորձում են բաժանելով եկեղեցին ինչ որ մի բան սարքել։